Ես որպես 20 թվականի պատերազմի մասնակից եւ 22 թվականի եղել եմ Վարդենիսում հենց սեպտեմբերի դեպքերի ժամանակ ուղղակի անընդունելի է, երբ որ տեսնում ես, որ արյունով պահած ամեն սանտիմետրը արյուն է։ Մեր երկրում չկա այդպեսի մի քառակուսի մետր, որի համար արյուն թափված չլինի, ինչ որ մեկի կյանքը զոհած չլինենք։ Ու նայում ես իշխանությունը խաղաղության անվան տակ կամաց կտոր մեր հայրենիքը զիջում է, վաղը միսօր այս զիջումների արդյունքում մենք ստանալու ենք ել ավելի մեծ պատերազմ։ Նրանք խաղաղություն են անունը դնում հիմա, բայց վաղը ստանալու ենք ել ավելի մեծ պատերազմ, ել ավելի մեծ ցավալի կորուստներով, ինչ որ ունեցել ենք 20 թվականին, 23 թվականին։ 20 թվականից հետո քանի անգամ բարձունքները գրավեցին եւ վերջում 23 թվականի սեպտեմբերին արդեն տեղի ունեցավ Արցախի հայաթափումը։ Սա ամեն ինչը բերելու է ել ավելի մեծ աղետաբեր հետևանքի, եթե մենք հիմա դրա դեմը չառնենք։ Այսօր որ պատերազմով անցած տղաները նայում են, դու պատկերացնեն, որ վաղը մենք շատ 20 թիվը մեզի թվալու է ավելի հեշտ բան, քան թե սպասվում է մեզ։